Վանաձորի բուլղարական երկրորդ ավանի այս տան բակում պարսպից ներս ամեն օրվա նման երեկ էլ ավագ քրոջ հետ խաղալիս է եղել 6-ամյա Մարիան։ Երեխաների մայրը տանն է եղել, երբ հանկարծ ձայն է լսել, իրեն դուրս գցել։ Պաստորեն մերը տանն այլ է երեխեքը դռանը, ասում է թպոց է լսել ու դուրս են եկել մեծ աղջիկը ասում է երեխուն տունա բերել, թե ինչ արդենց մի բան։ Հարևաններից ոչ ոք հստակ տեղեկություն չունի, թե ինչ է պատահել Մարիայի, Մաշայի հետ, ինչու է մահացել աղջիկը։ Վարկածները տարբեր են։ Ամենահավանական տարբերակը, որը հարևաններից շատերն են նշում, երեխան անզգուշաբար խեղդամահ է եղել։ Ինչ-որ պարանով խեղդվել է խաղի ժամանակ, այդքան եմ լսել, նոր հիշեցի։ Պարանով խաղալուց։ Բայց ես չգիտեմ էլ անգամ ճիշտ են ասում, առավոտ եմ լսել, ուղղակի հեռախոսով ինձ ասեցին էլի։ Լսել են, որ պարանով կամ ժապավեններով են խաղալիս եղել քույրերը։ Տնակային ավանի բնակիչներից մեկն անգամ պատմում է, թե ծառից է կախված եղել աղջնակը։ Դատաբժիշկների խոսակցությունն են լսել, որ վիզը կոտրված է եղել։ Ասում են կա ինչ-որ շապիկներով ծառից կապած է եղել, վիզը կոտրած է եղել։ Դատական բժիշկները ձև են կանարել, որ վիզը կոտրած է։ Մայրը երեխային դրսում գետնին ընկած է գտել, հավանաբար ուշագնաց վիճակում։ Տուն է տարել, փորձել ուշքի բերել, ջրով լի վաննայի մեջ դնելով փոքրիկին։ Հարևաններից ով է տարել նա շատ դեռն չգիտեմ, տեսիլա մեր երեխուն վաննի միջին, պարկասիլա ջրի միջին, որ օգնի ուշքի կա, կարող է հենց ծառը ջուրնել, այդտեղ են փրկվել այդ ծառը ջրից սպազմա չտարավել, բանալ էր, չգիտեմ, տարբեր վերսաններ, տարբեր։ Հարևանների խոսքով շտապօգնության բժիշկների այցի պահին երեխան դեռ շնչել է։ Շտապօգնություն եկավ, ուզեցան ուշքի բերեն երեխին, դες տուն չեմ մտել, դռանը կայնած էր, ուշքի բերեն, են էլ հետո հանարին ու մահացած չի, հնարավոր չի ոչում հանան։ Երկուշաբթի երեկոյան 7:30-ի սահմանում են 6-ամյա աղջնակի մահն արձանագրել։ Շոկի մեջ են Վանաձորում։ Անմեղ զոհել ավելի, մի կտոր հաց նման կորավ, ափսոս։ Կծկտուր է տեղեկությունը երեխայի ողբերգական մահվան մասին, որովհետև հարևանների խոսքով գրեթե չեն շփվել այդ ընտանիքի հետ։ Նա վարձով է մնում ով ճանաչում։ 1 տարի չկա, որ կինը երկու դուստրերի, փոքր տղայի ու երկրորդ ամուսնու հետ Ահնիձորից Վանաձոր է տեղափոխվել։ Տնակային ավանում լսել են, որ առաջին ամուսինը մահացել է։ Կինը եւս 2 աղջիկ ունի, որոնք Ահնիձորում հորական տատի հետ են ապրում։ Առավոտ ապրում իրանք դուրս չեն եկել, ուրեմն եթե դորերը չբացել, ուրեմն իրանք տանը չեն հասնել։ Տունն ամբողջ գիշեր դատարկ է եղել։ Հարևանների կարծիքով ցուցմունք վերցնելու համար բոլորին ոստիկանություն են տարել։ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն։ Թերեզա Կադաևչյան, Անահիտ Կարապետյան, Հայկ Վարդանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։